Ողջույն The Point-ի արգելի հետևորդներ եւ ոչ հետևորդներ, խնդրում ենք բաժանորդագրվեք, լայքեք եւ մեզ կոմենտներ գրեք։ Այսօր խոսելու ենք Վազգենի եւ Գևորգի հետ, խոսելու ենք վաղաշաբաթի ընտրություններից եւ ներքաղաքական երևի թե ոչ այդքան հանդարտ եւ ոչ այդքան հանգիստ իրավիճակից։ Ողջույն տղաներ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Եթե Ոնց եք։ Ոչինչ, նորմալ։ Լավ, այդքան էլ լավ չենք, ճիշտն ասած, բայց եթե այսօր վաղարշաբաթի ընտրություններից ենք խոսալու, ուզում եմ հիշեցնեմ, որ նախորդ անգամ ստենստած եսուդում մեծ խոսում ենք, որ 50+ ենք հավաքելու ու էլի ոդկաստ ենք նկարելու այդ թեմայով։ Հիմա Հայկ ջան, ասա, ինչի համար 50+ չհավաքեցինք այդ մեծ խոսալուց հետո։ Դե ես կարծում եմ, որ նորմալ է, երբ որ տես բան ենք ասել, որտեղ յուրաքանչյուր ուժել, երբ որ մասնակցում ընտրություններին, արտոնացում պետք է իր վրա վստահ լինի, որ գնում է հաղթանակի։ Գիտես, ինչու ես կասեի, եկեք խոսենք նրա մասին, թե ինչու չանցանք մենք անցողիկ շեմը, որովհետև 50+-ի համար իհարկե դա շատ գործում ենք անելու, բայց ինչու չանցանք անցողիկ շեմը, որովհետև վաղաշաբաթում կրկնվեց այն սցենարը, ինչ եղավ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այսինքն թե ծրագրերը, թե քաղաքական մասը ընտրությունների մղվեց երկրորդ պլան եւ առաջի պլան եկավ իշխանություն եւ արդեն այդ իշխանությունը զավթելու զավթելու կոչով քաղաքական ապես զավթելու կոչով հանդես եկող ուժերի միջև։ Եվ մնացած բոլոր ուժերը հավատացնում են, որ մղվեցին երկրորդ պլան։ Ես մի քիչ մի հատ ուրիշ բացատրություն ունեմ։ Երևի ամենագլխավոր պատճառը այն էր, որ մենք անցկացրեցինք քաղաքական ընտրություններ։ Մենք քաղաքական քարոզարշավ անցկացրեցինք, իսկ մյուս քաղաքական ուժերը ու ամենաշատը երևի Մայր Հայաստանը անցկացրեցին ծանոթ խնամի բարեկամ ԽՑԲ հայտնի։ Հա, Նախկին մեթոդներ։ Բանը կներեք այս բառից համար տասովկա տեխնալու ընտրություններ ու դրա վառ ապացույցը կարանք ընտրատեղամասերի արդյունքները նայենք ու համոզվենք դրանում։ Օրինակ մենք Էշմիածին քաղաքում հավաքել ենք 5.22% քվ, ինչը որ անցողիկ շեմ է։ Իսկ գյուղերում հավաքել ենք 1.85%։ Իսկ Մայր Հայաստանը Էշմիածնում հավաքել է 2.08, գյուղերում 10.75, 10.75 հավաքել է, որովհետև Մայր Հայաստանը չգիտեմ որտեղից երկու նախկին գյուղապետեր գտել ու այդ երկու նախկին գյուղապետերի հաշվին այդ ձայները հավաքել է, հա, ու այդ գյուղերում էլ իրանց քվեներ, իրանք բոլորին այդ երկու գյուղերում հաղթել են։ Բայց խոսքը ոչ Մայր Հայաստանի մասին է, ոչ էլ մյուսների մասին է, որ բան են արել 10-ով ընտրություններին քվեն հավաքել։ Խոսքը քաղաքական ընտրությունների մասին է, որ մենք թիմ ընտրությունները փորձեցինք դարձնել որքանով որ հնարավոր է քաղաքական ընտրություններ, ստացվեց այնքանով, ինչքան որ տեսանք, բայց այդ աշխատանքը ինչ որ մի քաղաքական ուժ պետք է վերցնի իր վրա այդ անշնորհակալ աշխատանքը ու ամեն տեղ, ամեն անգամ մասնակցելուց ընտրություններին այդ աշխատանքը անի։ Մենք օրինակ Երևան քաղաքում էլ քաղաքական ընտրության մասնակցեցինք եւ 12.5% ձայն ենք ստացել եւ Երևանում քաղաքական ընտրություն եղավ։ Հասկանալի է Երևանում ավելի քաղաքականացված իրավիճակ է։ Երևանը բացի այդ ավելի մեծ է, ավելի մեծ է, քիչ են ճանաչում գյուղերում բոլոր իրար ճանաչում։ Բայց համաձայն եմ քո այն ասացի հետ, որ մեր քաղաքական դաշտում վերջը պետք է լինի ցավոք այս պահին միայն մեր կուսակցությունն է, բայց պետք է լինեն կուսակցություններ եւ ես կարծում եմ, որ առավելապես բոլոր կուսակցությունները պետք է բոլոր տեղերում քաղաքական ընտրության գնան, որովհետեւ հա քաղաքական մեջ նաեւ ծրագիրն է մտնում, որովհետեւ գիտես այդ դավաճան մի կողմը թալան չէ, այս բանից երբ թե դուրս չգանք մենք անընդհատ այս շրջափուլի մեջ ենք մտնելու եւ այս շրջափուլը շարունակվելու է։ Այս շրջափուլը մենք տեսել ենք ինչ է տվել, այս շրջափուլը տվել է ազգային ժողովի падգամավորներ, ովքեր Արցախի դրոշը տնկում են իրենց առաջ, բայց գործի չեն գնում գումար են ստանում։ Մենք տեսել ենք օրինակ ավականու անդամներ, որոնք գալիս են ավականու նիստերին, որ այդ նիստերը շոու սարքեն եւ ոչ մի նորմալ առաջարկ կամ նորմալ քննադատություն չկա դրանից եւ հակառակ կողմն էլ սկսում է նույն բանը իրենց հանդեպ անել
Եվ այս շրջափուլից դուրս գալ ու մարդուն փորձել, գիտես, պետքա մարդուն համոզել, օրինակ, ով ավելի լավ իր բակը կսարքի, ով ավելի որ կողմի մատենում Հայաստանի զարգացումը, ով կարող այդտեղ, այո, ով կարող այդտեղ ավելի լավ ներդրումներ բերի, բանավեճը դրա մեջ պետք է լինի։ Բայց գիտեք, ուզում եմ երկու արձանագրում անենք։ Դու Վաղարշաբաթի ձայնն ես, ձայնի իրավունք ունես իհարկե արձանագրում։ Զուտ երկու արձանագրում, առաջինը, մենք երբ որ հայտարարեցինք, որ մասնակցում ենք արտահայտություններին, մենք ինչ ասեցինք, որ մենք թույլ չենք տալու կրկնվի Գյումրի սցենարը։ Գյումրի 2 չի լինելու։ Եվ մենք դա արեցինք։ Գյումրի 2 Վաղարշաբաթ խոշորացված համայնքում չեղավ։ Առաջի ու ամենակարևոր նպատակին հասա։ Այո։ Ու երկրորդը, ամբողջ քարոզարշավի ընթացքում ամեն օր տարբեր անգամներ մենք ինչ ենք ասում մեր քաղաքացիներին, չէ, բնակիչներին, մեր գյուղերում, ես միացնում, որ խաթրով ընտրության մի գնացեք, բայց փաստացի գյուղերում այդ խաթրով ընտրությունը աշխատեց։ Եղավ խաթրով ընտրություն մեծամասամբ։ Այո, որտեվ մեծ մասամբ իրար բարեկամներ էին, ընկերներ էին, մերձավորներ էին գյուղերում եւ գյուղերի պատկերը եղավ այդ խաթրով ընտրությունն։ Ես ուզում ձեզ մի առաջարկ անեմ, տղերք։ Քանի որ նաև այդ առաջարկը բխելու է նաև նրանից, որ մենք առհասարակ 21 թվականին օրինակ Արմավիրի մարզում գրեթե նույնքան քվեինք հավաքել, ինչքան հավաքեցինք Էջմիածին քաղաքում, այս թիմ ընտրություններին, Վաղարշաբաթ խոշորացված համայնքում կներեք։ Ես ուզում եմ ձեզ առաջարկեմ, որ մենք ամեն ամիս միասին երեքով օր որոշենք, գնանք Վաղարշաբաթ խոշորացված համայնք, հանդիպենք մեր ձայն տված բնակիչների հետ, ոչ միայն մեր ձայն տված բնակիչների հետ, լսենք մարդկանց խնդիրները, այդ խնդիրները հասցեագրենք պարոն Մեխակյանին, որի հետ նորմալ հարաբերություններ ա եղել, եւ փորձենք այդ մարդկանց խնդիրները լուծենք։ Կարծում քաղաքական ուժը մենք նաև այնտեղ ավականի անցած մնացած երկու քաղաքական ուժերից ավելի ներկա ենք լինելու այնտեղի ավականիում, քան իրենք կան, որովհետև հաստատ համոզված եմ իրենք այնտեղ ինչով են զբաղված լինելու, էլի։ Բայց հավելեմ, էլի քեզ բան զուտ մենք շեմը չհաղթարեցինք, բայց երեք ամբողջ համացանց, ամբողջ լրահոսը այսօր Կիրակի երեկոյան, շատ ուշ երեկոյան ամբողջ լրահոսը քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, հասարակական գործիչներ քննարկում էր Հանրապետություն կուսակցությունը։ Շատ լավ եք մտածել, բայց ես հələ ձեզ էլի հարցեր ունեմ, սպասեք։ Բանը ամբողջ քաղաքական դաշտում ու մեծամասամբ արևմտամետ դաշտում դիրքավորված գործիչները ասում են Հանրապետություն կուսակցությունը ինչու մասնակցեց ընտրություններին, եթե ռիսկ կար, որ շեմը չի հաղթահարելու։ Ես հարցի պատասխանը ունեք, փոշմանել եք, որ մասնակցել եք։ Ես կարծում եմ հարցի պատասխանը դու հաստատ ինձանից օրինակ լավ ունես, բայց ես դուք տվեք հələ։ Չէ, ես տամ այդ հարցի պատասխանը, Հանրապետություն կուսակցությունը երբեք չի մասնակցում ինչ որ ընտրության նախորդ որոշում ունենալով, որ չի անցնելու այդ ընտրություններում, այդ մեկ առաջին արձանագրում։ Երկրորդ, մեր կուսակցության թիմը այնքան մեծ թիմ է, որ բոլոր տեղերում էլ գրեթե այսօր եթե Հայաստանի բոլոր քաղաքներում, մարզերում լինի թիմ ընտրություններ, մենք երևի թե բոլոր տեղերում կամ 90%-ում ունենք մարդիկ, որտեղ կարող ենք մասնակցել։ Եվ երբ որ դու ունես թիմ եւ ուզում ես մասնակցել, առնվազն չի տեղավորվում էլի մարդկային գիտակցության մեջ, ինչու չմասնակցես։ Երրորդը 2026 թվականի ընտրություններից առաջ, քանի որ այդ կուսակցությունում համոզողներից մեկն էլ ես եմ եղել, որ մասնակցենք այս ընտրություններին, ես կարծում եմ, որ 26 թվականի ընտրություններից առաջ սա շատ լավ շանս է հասկանալու կուսակցության ներուժը, իսկ այդ ներուժը շատ էր, այդ տոկոսային չեմ ասում էլի, այդ քվեների մասին չի խոսքը, քարոզարշավային ներուժը, հասկանալու նաև այն սխալները, որոնք որ դու անում ես այդ քարոզարշավին, հասկանալու թե որտեղ կարող ես առավելություն ունենալ։ Մարզավիճակ ձեր համար շանս է, էլի։ Ես ուզում եմ հավատացնել, ես համոզված եմ դրա մեջ։ Քննություն է։ Հա, քննություն է, ճիշտ ես ասում, եւ ես համոզված եմ դրա մեջ, որ 26 թվականին այն մամուլը, այն մարդիկ, այն անցկուսակցությունները, այն ճակերտավոր արևմտամետները, այն, չգիտեմ, երկրորդ նախագահի այդ ամբողջ շրջանակը, որ ընկել էր երեք մեր հետևից, ես հավաստիացնում եմ, որ 2026 թվականին հարգելիներս նույն շրջանակով
կգրեք, որ հանրապետություն կուսակցությունը բարձր տոկոսներով ներկայացված է ազգային ժողովում։ Կգրեք, որովհետև այդպես մի քիչ էլ բան կլնեք, էլի, թե ոնց այդպես եղավ։ Մի քիչ շատ շտապեց էր երկրորդ նախագահին անցնելուց առաջ, հələ Չէ, դա իր շրջանակներ գրել եք մամուլի արևմտամետ շրջանակներին այդ արևմտյան դաշտում դիրքավորված, բայց չակերտավոր արևմտամետ քաղաքգործիչներին չեմ ուզում ասենց շատ արագ շրջանցեն, որովհետև իրանց մեջ կային մարդիկ, ովքեր կոնկրետ մեղադրում էին հանրապետություն կուսակցությանը վաղարշաբաթի թիմ ընտրություններին մասնակցելու համար։ Լոգիկան էս մարդկանց մեղադրել են իրանք ասում են մենք արևմտամետ ենք ու մեղադրում ենք մյուս արևմտամետ կուսակցությանը վաղարշաբաթի թիմ ընտրություններին մասնակցելու համար։ Դե կներեք, էլի ձեր ձեռը ով էր բռնե, որ դուք էլ գայք մասնակցեիք վաղարշաբաթում կամ այդ սպասում եք հանրապետություն կուսակցությունը ձեզ խնդրեր ասեր եկեք բան դաշին կազմենք մասնակցենք ընտրություններին ձեր ձեռը բռնող կար որ դուք քոչարյանական այդ ռուսական ուժերը առնվազն 5-6 կուսակցությունով, դաշինքով, եսի մինչերով իրանցից հորինած, մասնակցում են ընտրություններին։ Դուք էլ գայք արևմտյան դաշտի ներկայացուցիչներն էլ նայնի 3-4-5 հոգի ու շանսերը կմեծանար ավելի շատ։ Հիմա որ ընտրությունների արդյունքները ամփոփվել է, մի քիչ հեշտ է խոսալը։ Բայց այն ժամանակ ընտրությունների արդյունքներից առաջ, ասենք, մի քիչ որ քոչարյանական մամուլը թերթում էր, ասում էր, «Սեվակը կարող է հաղթի ստե ընտրություններում»։ Դուք այդ ամեն ինչը հաշվի առնելով չեք եկեք հաթախվի այդ ընտրությունների մեջ, չեք ոչ մեկ ձեզ չի խանգարել որ գաք մտնեք այդ ընտրությունների մեջ, չեք մտե։ Հիմա էլ դրա քննադատում եք, բանը 5-10 լայք հավաքելու համար դրել են հանրապետություն կուսակցությունը խի մասնակցեց վաղարշաբաթում։ Լավ արեց մասնակցեց 1200 ձեն ունի վաղարշաբաթում հանրապետություն կուսակցություն, դուք ինչ ունեք վաղարշաբաթում։ Բացի այդ մարդկանց հարստանք էլի հարգելիներս կամ ճակերտների մեջ այդ կուսակցության ռեգիստրի թուղթը, որ դրել ձեր բարձի տակ, կուսակցությունները պետությունում ինչ ֆունկցիա ունեն, ընտրություններին մասնակցելը։ Եթե կուսակցությունը պիտի ընտրություններին չմասնակցի, բա ինչ պիտի անի կուսակցությունը այդ պետությունում, այն պետությունում, որ գրանցել է իր կուսակցությունը ռեգիստրում։ Այդ թուղթը, որ վեկարել է, ինչ է։ Ոնց ինչ պետք է անի։ Պետք է այն նորմալ արևմտամետ ուժերի ձայները փոշիացեն, ինչ պետք է անի։ Ուրեմն իդեպ էսել ասեմ նոր անցնենք, էլի առաջ իդեպ բանը վաղարշաբաթի ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից մասնակցում էր Մեխակյանի տղան, Արգիշտի Մեխակյանը, Մեխակյանը Արամ Սարգսյանի մտերիմ ընկերն է եղել, բոլորս գիտենք դրա մասին, ու հանուն անկեղծության պետք է ասենք, որ բոլորն էլ իմանան, որ պարոն Սարգսյանին համոզել ենք մեծամասամբ մենք երեքով, որ մասնակցենք ընտրություններին, որովհետև պարոն Սարգսյանը մտածում էր իր ընկերոջ տղայի հետ չմասնակցի ընտրություններին իր ընկերոջ տղայի դեմ, բայց մենք ենք եղել հիմնական համոզողներ, որ մասնակցենք ընտրություններին, դրա համար էլ ասում եմ դե պատասխանները տվեք, հասկանանք Ինչ հավաքեցիք այդ 4 Չէ, այդ անցնենք դրանից, որովհետև անդադ այդպես հետ գնալ պետք չի, պետք է սովորել սեփական սխալների վրա եւ առաջ գնալ։ Ես ուզում եմ վերադառնանք այդ քո ասած ճակերտավոր արևմտամետներին եւ շատ արագ չշրջանցենք, չնայած համոզված եմ, որ երևի թե կարիք կլինի, չգիտեմ, Գևորգ հետ թե առանց իրական ուրիշ մեկի հետ այդ արևմտամետ ճակերտավոր արևմտամետներին անդրադառնալու շատ ավելի թողարկում նվիրել շատ ավելի լայն։ Ուրեմն երեք քաղաքագետ կամ իդ Ռոբերտ Աղնը չեմ հիշում, չեմ հիշում։ Հա։ Մարդը ստատուս է, ինքը արևմտամետ է իր գաղափարներով, ես ինչքան տեսել եմ, ինքը պաշտպանում է այդ արժեքները, այդ առաջադեմ աշխարհին։ Երեք ստատուս է գրել, ասում է արևմտամետ, դա ինչ ասում, արևմտամետ ամենաբարձր վարկանիշ ունեցող եւ ամենաուժեղ ուժի ղեկավարը Արամ Սարգսյանն է։ Արամ Սարգսյանը պետք է հեռանա քաղաքականությունից։ Այ քեզ բա։ Ես sense գլուխս բռնել եմ, ասում եմ մնացածը հետարքից չի ինչ կարդամ։ Երբ որ դու ասում ես, ասենք պարադոքսի այդ աստիճան չի կարելի էլի այտենց ինչ անշակում ամենաուժեղ ուժի ղեկավար։ Այսինքն դա մոտապես դա այն է, ինչ ուզում է օրինակ Ռոբերտ Քոչարյանը։ Լավ, դրանից հետո ուր տղերք, բա ինչ եք ուզում անել։ Նույն բանն է։ Լավ, եկեք մի օքել կա, չէ, ես էլ պետք է ասեմ։ Հա, ասա, ինչ կա, ասա, դու իմանաս։ Սրանց պետք է։ Մի օքել կա ուրեմն։ Ես ճիշտն ասած նաև ես էլ պետք է ասեմ, որ սա կուսակցության դիրքորոշում չի, ես էլ չեմ հարցել կուսակցությունից, ասեմ ես ամեն ինչը ինչ որ հիմա պիտի ասեմ, թե չէ, բայց հարգարժան պարոն էլի, sense դիմեմ, որովհետև ամեն դեպքում միասին ինչ որ փուլ ենք անցել։
ասում եմ Եվրաքվեից է խոսում, ուրեմն ժողովուրդ եւ այդ Եվրաքվեից այնց է խոսում, ոնց որ ես նախ չեմ հասկանում այդ անունը ինքը խիա սեփական է շնորհել այդ մեկ Ժողովուրդը տեղավ վերջացավ շատ լավ բարեհաջող էր ամեն ինչ ես շատ շնորհակալ եմ ձեզանից որ միասին անցանք այդ ճանապարհը շատ շնորհակալ եմ բոլոր քաղաքացիներին ով որ քեր կտրվեցին իրաց տնից եկան բայց եկեք հիմա այդ բանը փակվեց էլի այդ եկեք եթե այլ համագործակցություն ունենք միասին կարանք մտածենք այդ համագործակցության մասին էլի բայց այդ անունը սեփական է շնորհել այս մարդը ու նես բաներ է խոսում ընդ որում չել ասում որ հանրապետություն կուսակցությունը եղել է լոկոմոտիվ այդ ամեն ինչի մեկին էլ կթվա թե այդ 60,000 ստորագրություն այդ մարդն է հավաքել իմ սուբյեկտիվ կարծիքով եթե մենակ այդ մարդը լիներ 60 ստորագրություն չէր հավաքել ախր չի կարելի այդպես Դե դատելով այդ մարդու այս վերջի հայտարարություններից ու բան այդ իր վիզիոներից կարանք ընդունենք որ ինքը ինչ ուզի կարա բայց նորմալ է ես չեմ ուզում ինչ-որ մեկին վատ բան ասեմ ես չեմ ուզում ինչ-որ մեկին վատ բան ասեմ բայց երևի թե դիմում եմ նաև կոչով բոլոր արևմտամետներին եթե կընդունեն եկեք այնպես անենք որ այս գիծը չփչացնենք երբ որ 3 հոգանոց միտինգներ են կազմակերպում կամ նմանատիպ խոսույթով են հանդես գալիս կամ ասում են մենք եկանք իշխանության հաջորդ տարի Հայաստանը կմտնի ՆԱՏՕ եկեք չանենք այդ ժողովուրդ եկեք խոսանք ավելի լավ ծրագրերից եկեք խոսանք թրիփի մասից եթե դուք արևմտամետ եք իրատեսական ռեալ ես հոպարի աղբոր տղեն չի գալիս տեղ բանավեճի մեր հետ դուք եկեք նստենք խոսանք ես համոզված եմ որ ես ձեզանից լիքը սովորելու բան ունեմ ժողովուրդ ջան Բայց մի հատ բան ասեմ, այդ որ խոսացինք պարոնի վերաբերյալ, իմ համար սպասելի է, որտեվ այդ մարդու քաղաքական կարիերայում միակ ստացված բանն է այդ մարդը իր դրոշն է դարձրել, այցե քարտն է դարձրել։ Երբ պիտի առանց 24-7 ռեժիմով դրանից խոսա։ Շատ լավ է խոսում։ Ուրախ նոտայի վրա եկեք շրջանցենք այս թեման, մի հատ թեմա առաջարկեմ։ Ես ուզում եմ մենք խոստացել ենք ներքաղաքականից խոսել։ Հա, ներքաղաքական թեմա եմ առաջարկում։ Օրինակ կարճ մի բան ասեմ ու դու առաջարկի։ Ես առաջարկում հիմա այս մասով անդրադարձ կատարենք այս թեմային ու հետո վերադառնանք քո ասածին։ Ուրեմն 3 հոպարի կալանքը եւս 2 ամսով հետաձգվեց 2 ամիս կալանքը երկարաձգվեց եւ հոպարի աղբոր տղեն հարցազրույցներ էր տալիս իր հարցազրույցներում օրինակ աղբոր տղու փաստաբանը որ վաղտին աղբոր տղու փաստաբանը լավ հիշեցրիր հա բաննել էր այնտեղ Գեգամ Մանուկյանն էլ եմ տեսել այդ կադրերում եթե չեմ սխալվում հայրա փաստաբան կձգի բայց բանը այս ուժը կապ չունի Քոչարյանից հետ բան չի իրանց հետ չի իրանց հետ չի համագործակցելու այդ իմացեք բայց ինչքան դաշնակ կա գնում լսվում է այդ հավաքին ես ասել եմ չէ՞ մի առիթով որ դաշնակներն սպասում են մի հատ հավաք լինի կառնավալ լինի գնան լսվեն մեջը դա այդ բրազիլիայի կառնավալներն էլ եւ մարդաշատությունը օրինակ չգիտեմ կարող հայ դաշնակ կարա լինի ինչի՞ չի կարա լինի դրոշներով բրազիլացի կարան այս հայտարարության համար կես դատի տան ասենք ինչ հայտարարություն արգելի բրազիլացին էլ ես չեմ ուզում ձեզ վիրավորեմ եթե վիրավորեք բայց օրինակ ինչի կարա բրազիլացի դաշնակ լինի կարա լինի էլի օրինակ չգիտեմ ասի Քրիստոսի արձանը պետք է բան անենք հետ տանենք Լեռնային Ղարաբաղ այնտեղ է դրոշ բան վառել բանը չէ հատուկով լավ հետ գանք մի քիչ ավելի լրջացնենք ուրեմն հոպարի աղբոր տղեն ասաց որ իր հարցազրույցը նայել է 4.5 միլիոն մարդ հետո միամիտ ասեց որ 4.5 միլիոն մարդուց զգալի մասը եղել են ամերիկացիներ օրինակ եթե Գևը հարցազրույց տա Կարլսոնին համոզված եմ 4.5 միլիոնից ավելի մարդ կնայի մենակ Գևի սիրուն դեմքի համար Ամերիկայում 5-6 միլիոն մարդ ուղղակի կմիացնի կասի դրանք ինչ է խոսում կարա հայերեն էլ տա հələ հոպարի աղբոր տղեն անգլերեն լավ գիտեր լավ կրթություն է եւ ստացել անգլերեն էլ տա որ հայերեն էլ խոսած Կարլսոնն էլ չհասկանա ինչ ես խոսում 5-6 միլիոն հաստատ կնային ես այդ երաշխել այլ է մտածել եւ գալով նորից հոպարին ուրեմն տղեկ մի բան պատմեմ երեք Դե գնացի տուն, այտենց միացրել եմ, համ նայում եմ, համ գործ եմ անում։ Մեկ էլ դատանի բակում գոռում են սանվել։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը։ Չէ, բոլորը գոռում են, թե պապայիս անունը Սամվել է։ Հեռախոսներ հեռու եմ դրել։ Ասում եմ, պապ կարող է քեզ են տալի մի հատ տես ինչ են ասում։ Հետո հասկացա որ դատանի բակում են գոր։
Լավ էլ հավաքվել էին մարդիկ ու իդեպ Էջմիածնի այդ վաղարշաբաթի ընտրություններին իրանք չէին մասնակցում։ Չէին մասնակցում, մեկ էլ հանգամանքա որ պետքա ֆիքսել, որ չէին մասնակցում ու պատճառը մոտ։ Արի ես ասեմ թե ինչ ասեց Հոպարի աղբոր տղեն այս մասով չմասնակցելու։ Ես էլ եմ ենթադրյալ պատճառ ասել։ Ասեց որ այդտեղ ԿՊ-ն ուրախացել է, ասել է հաղթել ենք, այդում եք հաղթել, ասեց, մեզ չեք հաղթել էլի, մեր ձևովին ոնց եք հաղթել, եթե մենք չենք մասնակցում։ Ուրեմն ընտրություններից, եթե չեմ սխալվում, 2 օր առաջ, քարոզարշավի վերջին օրը կամ նախավերջին օրը, չգիտեմ, երևի կարող է հեսա հիշեք։ Այդ իրանց ձևով գնացել էին Մայրաթոր, հետո Մայրաթորից դուրս էին եկել, մարդիկ միամիտ ոնց որ տենց նստել են, բան Երևան Էջմիածին գազել է, տվել են այդ 300 դրամը, իջել են, մտել են Մայրաթոր, մոմ են վառել, այդ տվել մոմը վառել են, այ մարդ, դուրս են եկել, մեկ էլ անակնկալ, ինչքան լրատվական կար, հավաքվել էր այդտեղ։ Սևակ Խաչատրյանն դե։ Բոլոր, չէ, երևի չգիտեմ, կարող է Սևակ Խաչատրյանը գործուներ հետո։ Մի խոսքով, այտենց ու բոլոր լրատվականներով, կայքերով բանով դրեցին էլի։ Ասում են գնացեք, հարգելի Էջմիածնիներ, անպայման մասնակցեք, գնացեք ձայն տվեք իրական ընդդիմադիրներից մեկին։ Ես չգիտեմ իրանք իրական ընդդիմադիր ասելով ինչ նկատի ունեն։ Կամ Չէ, որովհետև իմ պատկերացումները ընդդիմադիր ուժի մասին լրիվ այլ է, իրանց պատկերացումները լրիվ այլ է։ Հետո հետ են եկել ու ասում են մենք չենք մասնակցել, բայց կոչեր արել ենք, օրինակ, բաղում են հաղթել, ասում է։ Ինչ եք մտածում, քանի որ մեր ձևովը չէր մասնակցել վաղարշաբաթի ընտրություններին։ Հա, իմ կարծիքով չէր մասնակցել, որովհետև ընդ ջախջախվելու էր ինքը մեր ձևով ոնց փչել են այդ փուչիկը տրաքելու էր, որովհետև Էջմիածնում նախ իրանք ներկայացուցիչ չունեն, որ մասնակցեին, ումով պետքա մասնակցեին, մեկին տենց գտնելու են, օրինակ ոնց Մայր Հայաստանն էր, այ տենց մի հատ գյուղապետ կարող գտնեին, բայց իրանք հայտ են ներկայացրել, որ բանը 26 թվի համապետական ընտրություններից առաջ պետքա Դե չէ, օրինակ այն մեկը կար հավաքեն ձայներ, դրա համար դե մեկը կար, չէ, բաներ նախկին պաշտպանության նախարարին են որ հախածա, հա, իրան որ ներկայացնում էր, ըստ երևույթին որ պաշտպանության նախարարը էր ներկայացնում, զինվորական Հակոստով էր։ Հիմա մեր ձևովն էլ կարող մեկին գտներ, ասենք Տաշիր պիցայի բանով ֆորմով մասնակցել, կամ ռուսական ավանդական ինչ-որ տարազով մասնակցել։ Քանի որ իրանք չէին մասնակցել, բայց 26 թվի ընտրություններին հաստատ մասնակցելու են համապետականին ու ինչ եք կարծում, ինչ իշխանություն կձևավորվի Հայաստանի Հանրապետությունում 26 թվականի ընտրություններից հետո։ Շատ բարդ հարց է տալիս, ուզում մի բան նորից հետ բերեմ, այս հարցի անպայման կպատասխանենք իհարկե։ Գևը շատ լավ հիշացրեց հեցի մասով էլ ասելիք ունենք, բայց այդ Հոպարի փաստաբանը երեք ասեց որ լրագրողը հաշտվեց, ասեց, բայց քննչականը ինչ որ ասելա, որ միայն այդ արտահայտությունը չի եղել, ոնց որ Հոպարի ձերբակալման մեջ ասելա, որ ինչ որ օպերատիվ տեղեկություն ունենք, ու այս փաստաբանը Ռոբերտ Քոչյանի փաստաբանը նախկին падգամավորը ասեց, որ բանում Կալանավայրում Բագրատին եւ Միքայելին գախնալեսել է, երբ որ իրանք նույն բանում են եղել։ Էլի աղմախ խոսած է։ Ես պատկերացնում եմ ճշմարտությունը առանց հասկանալու ասել է։ Իմ երևակայությունը կարա ինչ թույլ տա, օրինակ պատկերացնեմ ինչեր կարան խոսածած լինեն։ Հաստատ քրիստոնեական արժեքներից չեն խոսած։ Գևը շատ ուտոպիստական երևակայություն է։ Այդ խոսակցությունը երևի լսելուց նաև բանն է եկել այդ մտքերի առաջ էլի այդ պատկերավոր Գևը չգիտեմ կհիշի թե չէ, բայց երևի դու նայածել կլինես այն։ Մեկ շատ երկար սերիալ կար է Փախուստ բանտից։ Ցավոն շմնել որ քարտեզը մարմնի վրա դաջած է։ Երևի այդ սերիալն է դառնալու իրանք էլ այդպես 1000 քանի սերիալ կնայենք էլ այս մարդը Բագրատի մարմնի վրա քարտեզը դաջածել լինի։ Լավ, ոսկե բարի եկեղեցին էլ Ադրբեջանի տարածքում։ Լավ, ասեք, չէ, ես երբ որ հարցնում եմ ինչ քանելով գնա ասի գնում եմ Արցախ, բայց քանելով գա Երևան։ Երբ որ հարցնում եմ ինչ իշխանություն կձևավորվի, ոչ թե ուզում եմ ասեմ, ուզում եմ ինձ ասեք ով կլինի վարչապետ, այլ ուզում եմ հասկանանք արդյոք կլինի միանձնյա իշխանություն, թե կոալիցիոն իշխանություն, ու ընդ որում կապ չունի որ
թևը կվերցնի իշխանություն, արդյոք կոալիցիոն իշխանություն կլինի ու օրինակ գուբերնատոր կկարգվի, թե արդյոք կոալիցիոն իշխանություն կլինի ու օրինակ վարչապետ կլինի Հայաստանում։ Չէ, Թե միանձնյա գուբերնատոր չի լինի, որովհետև այս մարդիկ ինձ ինչպես մերժվում են ժողովրդի կողմից, բանալ մի քանի 30 ունեցող մարդկանց նման են։ Մերժվում են, նորից գալիս մերժվում են, մերժվում են, նորից գալիս մերժվում են։ Բանն է, էլի դարձել են Նիկոլ Փաշինյանի հայտնի մեմը, արի հանդիպենք, հիմա sense-ն է, մերժվենք, ինչքան պետք է մերժվենք, էլի այդ բանը, ուղղակի հարցը գիտես որն է, որ իրենք քաղաքական դաշտում քաղցկեղի նման ինչ-որ բան են, որ կպնում են ու դες փող չեն գալիս։ Ինչ իշխանություն կլինի, բնականաբար լավ կլինի, որ լինի, ասենք, չգիտեմ, ես չեմ ասում հիմա նայ դուրս եմ գալիս քաղաքական ինչ-որ բանից, ասում եմ որպես եթե նույնիսկ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հայկ Սահակյան պատասխանը բոլոր եթե երկիրը խորհրդարանական երկիր է, այդտեղ ճիշտ է որ ձևավորի կոալիցիոն իշխանություն։ Եթե նախագահական երկիր է, ճիշտ կլինի որ լինի, ասենք, միանձնյա իշխանություն, որպես նախագահ եւ ինստիտուտները գնահատաձև կառավարում է։ Խորհրդարանական երկրում ճիշտը կոալիցիոն իշխանությունն է։ Ինչի համար, որ ուժերից մեկը մյուսին զսպող օղակ լինի։ Շատ ճիշտ։ Բայց միևնույն ժամանակ կապ չունի թե ինչ իշխանություն կլինի, որովհետեւ ընդդիմությունը եւս իշխանության մաս է։ Պիտի լինի, եթե նույնիսկ մենք 50+ հավաքենք, պետք է լինի այնպիսի ընդդիմություն, որը գաղափարական բանավեճ կունենա, որի հետ բանավիճելը դժվար կլինի, որին չես կարող ասել թալանչի, որը քեզ չի ասի, ասենք, չգիտեմ, դավաճան, կլինի Հայաստանի զարգացման մասին խոսակցություն, ասենք, իշխանությունը կենտրոնական բանկը չի բերի կրիպտոարժույթի մասին օրենք, ընդդիմությունն էլ չի գա նիստի։ Վերքերից վրա այսինքն գործող մի օրինակով բերեմ էլի ես։ Օրինակ այսօր քննարկում էինք ավականու նիստում Երևան քաղաքի խցանումների մասին, նոր կառույց ենք ստեղծում, որը զբաղվելու է խցանումներով, այսինքն փորձելու է թեթևացնել, նոր կառավարման կենտրոն ենք ստեղծում։ Ես պատկերացնում եմ, օրինակ ես ընդդիմություն լինեի, ինչ էի ասել, ասել շատ լավ եք անում, հարգելի իշխանություն, խնդրումը կա այս քաղաքում։ Կլինի նաև ընդդիմությունից մարդիկ ներգրավեք, որ խելացի առաջարկներով հանդես գան։ Բայց քանի որ այդ մարդիկ իրանց, չգիտեմ, երազանքի քաղաքը օրինակ Պսկովն է, ասենք ասում են, «Այս ինչ ավել ծախսեր եք անում»։ Ժորժ ջան, համ նրանից եք բողոքում, համ նրանից, եկեք կողնորոշվենք, ինչ եք ուզում դուք։ Այսինքն ունենանք այնպիսի ընդդիմություն, ինչպես, չէ, գործող ընդդիմությունը։ Ես ուզում եմ ունենանք այնպիսի գործող ընդդիմության լրիվ հականիշը, հա, որ չունենանք այնպիսի ընդդիմադիր քաղաքական գործիչ պատգամավոր, ով հայտարարի դե ինձ համար մեկը կլինենք միութենական պետության կազմում, թե օրինակ Եվրամիություն, ու այդ մարդը, գիտեք, այդ տիկինը ընտրվելով ազգային ժողովի պատգամավոր երթում է տվել հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զարգացման։ Տիկին, այդ ինքնիշխանությունը ո՞րն է։ Ո՞րն է քո հայրենիքը, չէ՞։ Տենց այդնի արտահայտություն։ Այդ բանը չեմ հիշում, որ ստեղծագործության մեջ էր, բայց հիշում եմ, որ դպրոցում անցնում էինք կար այդ արտահայտությունը։ Ինչի համար եմ ես այս հարցը ստեղ մեր տաղավարում բարձրացնում, որ վերջնականապես մենք հասկանանք, որ եթե մենք ապրում ենք խորհրդարանական պետությունում, երկիրը կառավարվում է խորհրդարանով, կոալիցիոն իշխանություն ունենալը այդ ոչ թե ինչ-որ խնդիր է, այլ այդ առավելություն է, երբ որ իշխանությունը լինում է կոալիցիոն ու ընդհանրապես պարտադիր չի երկու ուժով լինի այդ կոալիցիան, կարա 3, 4, 5 ուժ լինեն կոալիցիայի մեջ, ու ոչ մի խորհրդարանական տենց զարգացած նորմալ երկիր, ես չգիտեմ, որ ընդ մի կուսակցություն ա ղեկավարում, եթե կրկնում եմ, պետությունը խորհրդարանական է, ոչ թե նախագահական է, որ մի կուսակցություն ղեկավարի։ Դրա համար էս վաղարշաբաթի այս ընտրությունների ընթացքում էլ այս հարցը շատ քննարկվեց, արդյոք կոալիցիոնա լինելու, ինչա լինելու իշխանությունը, ով ում միանալու բան, այս ով ում միանալու խոսույթը կամ ով ում հետ է, այս մի ուժը մասնակցում է, որ միանա սրան, այս պետքա մարդիկ դուրս դնեն իրանց մեջից, ու պետքա հասկանան, որ ընտրություններում պարտադիր չի լինի հաղթող։ Պարտադիր չի ինչ-որ ուժ հաղթի ընտրություններում, կարող մի քանի ուժեր հաղթեն ընտրություններում։
ու երբ որ այս իրանց մեջից մարդիկ հանեն ու ընդունեն, որ մենք ամեն դեպքում խորհրդարանական պետությունում ենք ապրում ու ինչքան էլ որ մեր քաղաքական ուժը դեմ այս խորհրդարանական կարգին այդ ժամանակ մարդիկ վախով ընտրություն չեն կատարի այսինքն չեն գնա ընտրության վախենալով չեն գնա ընտրեն Նիկոլ Փաշինյանին որովհետև վախում են որ կգա Ռոբերտ Քոչարյանը այսինքն պետք է ընտրությունը լինի հանունի ընտրության այո կարան եւ ոչ թե ընդդեմի կարան ընտրեն մարդիկ գնան ընտրեն այն քաղաքական ուժերին ում տեսակետները իրենք կիսում են այս քաղաքական ուժը հայտնվեց խորհրդարանում եթե անգամ եղավ կոալիցիոն իշխանություն եթե անգամ այդ քաղաքական ուժը եղավ ընդդիմություն ամեն դեպքում իրենց տեսակետները առաջ է տանելու ու իրանք հասկանալու են որ իրանք քվեն տեղ հասավ եթե օրինակ դու արևմտամետ ես քո էությամբ դու ուզում ես որ Հայաստանի Հանրապետության ապագան պատկերացնում ես արևմուտքի հետ Եվրոպայի ԱՄՆ-ի հետ համագործակցության մեջ ու դու գնում ես ընտրում ես քաղաքացիական պայմանագրին հանուն նրա որ Ռոբերտ Քոչարյանը հետ չգա այս հա դու այդ հանունին հասար որ հետ չեկավ Ռոբերտ Քոչարյանը բայց քո գաղափարները խորհրդարանում առաջ տանող չկա ախպեր ջան իրանք քաղաքացիական պայմանագրի падգամավորներ խորհրդարանում ասում են մենք ռեգիոնալիստ ենք ու քո պետության զարգացումը մնաց սեղանի վրա իհարկե դու քո պատկերացրած պետությունը դու չես տեսնելու դու տեսնելու ես այն պետությունը որտեղ չկա Ռոբերտ Քոչարյան դրա համար պետք է կոալիցիոն իշխանություն այս բան կպնել միանալ բաժան հա էլ իրար կպնել իրար հետ ով հետա միանալու բան այս ամեն ինչը դուրս դնեն մարդիկ իրանց գիտակցությունից ու գիտակցեն որ ընտրում են այն քաղաքական ուժին ում գաղափարները կիսում են նայեն բոլորի ծրագրերը որ քաղաքական ուժի գաղափարը կիսեն գնան նրան էլ ընտրեն լավ բանից էլ խոսենք հեծը լիցենզիայի ծրկվեց չգիտեմ գիտեք թե չէ գիտենք երեք օր անընդմեջ հայտնի լրագրողներից մեկն էլ գրեց որ հեծը հավանաբար կվաճառվի թուրքերին իսկ բանը մենք ունենք այտենց բան ընդդիմություն չնայած էլի ասեմ այդ ընդդիմությունը ասվածը պիտի չհակերտավոր միշտ ասենք որ չնդիմություն ավելի հա որ տեսակ այդ հայտնելուց ասենք ամեն ինչի մեջ իրենք կարան բան դնեն էլի ասենք այդ պաթոս հեծը վաճառվի թուրքերին բայց հեծի տեր հոպարը ասում էր թքած իրանց հեծի վրա բայց իրանն էր հեծը այդ ժամանակ ուրեմն մենք շատ ենք խոսացել հեծի մասով ուզում եմ հիշեցնեմ թե ինչ ենք ասում եւ երևի թե դրան էլ գնում է եթե հիմա լիցենզիայի ծրկվեց եւ եթե 4 ամսվա մեջ այդ գեւը ոնց որ ավելի լավ գիտի մի հատ մասը ահա եթե ազգային ժողովը ընդունել է օրենք եթե սեփականատերը չի վաճառում այն ապա 4 ամսվա ընթացքում դա դառնում է գերակա շահ ու շարունակ հա ես այդ մասն եմ ուզում հա պետք է կարծում դրանից հետո նաեւ կհայտարարվի մրցույթ երևի հեծի գնման հետ կապված ճիշտ կլինի որ տենց լինի էլի մեր տեսակետը դա հեծը դառնա բաց բաժնետիրական ընկերություն 51%-ը պահվի պետությանը մնացած 49%-ն էլ վաճառվի իմ կարծիքով հավանաբար հեծում մեծ մասնաբաժին կունենա նաեւ ամերիկյան ինչ որ ընկերություն որովհետեւ հայ-ամերիկյան համաձայնագրի երրորդ կետով նաեւ էներգետիկային անդրադարձ կա եւ դա շատ կարեւոր է բացի թուրքերին չեմ վաճառի թուրքերին չեմ անում բացի դա կարծում եմ հենց առաջին այդ խավարանի արարն է որը մենք պետքա մեկնարկը տանք հեծով ու շարունակենք ռուսական մոնոպոլիաների վերացումով ու իշխանություն որ ասում հավասարակշռված քաղաքականություն բալանսավորված քաղաքականություն որ վերջապես դա իրականություն դառնա որտեղ մենք ունենք կազմում ունենք լոգիստիկա երթուղիներ մի բան ասեմ անկեղծ քանի դեռ հանրապետություն կուսակցությունը խորհրդարանում չէ ու ճնշում չի կարող գործադրել օրվա իշխանությունների վրա կամ հանրապետություն կուսակցությունը իշխանություն չէ իրական դիվերսիֆիկացիոն մենք չենք տեսնի իմ կարծիքով ես ուզում եմ կամ որոշակի քայլեր բայց իրական մեր ուզած մեր պատկերացրած դիվերսիֆիկացումը չենք տեսնի շատ լավ բան ասեցիր բա թուրքերին ու ուզում եմ ամփոփելով բառացի չեմ հիշի այդ տողերը բայց Վազգեն Սարգսյանը մի շատ լավ տող ունի թուրքը դա ազգի տեսակ չի դա բնորոշում է հայրի մեջ թուրք կա
ռուսների մեջ, թուրք կա, Հենց որ ֆրանսիացիների Ժորժ ջան, մեջ։ եկեք մեր պետության Հայաստանի անկախ Հայաստանի Հանրապետության մասին մտածենք։ Եկեք ունենանք այնց երկիր, որի զինվորը ոչ թե այն ռուսական կասկաներ կար 60 քանի թվերի դրանցով կլինի, այլ կլինի, Ժեշտից։ հա, այլ կլինի այնպիսի սպառազինության, որ բոլորս նայելով կհիանանք դրանով։ Ունենանք այնպիսի երկիր, որ օրինակ երիտասարդ ընտանիքը չի մտածի իր երեխային մանկապարտեզ ոնց տանի, ինքը ոնց գնա աշխատանքի, այդ աշխատանքից էլ չկարողանա այնց վերադառնալ, որ իր երեխայի կարոտը չառնի կամ իր երեխային չկարողանա մեծացնի։ Այսինքն ունենանք նորմալ եվրոպական զարգացող աշխարհի նման Հայաստան։ Հանրապետություն կուսակցությունը այդ ճանապարհը ընտրել է, ելի եմ ասել, անցածին էլ ես ու Վազգենը խոսեցինք դրա մասին։ Հաջորդիվ նաև Վազգենին առաջարկում եմ, որ միասին նաև թե տարիքային շեմերի, թե մեր մարզերի վերաբերյալ սկսենք նաև առաջարկներով հանդես գալ եւ նաև ջախջախենք պսևդո ընդդիմադիրների այն թեզերը, որոնք իրենք առաջարկում են։ Փաստացի դու առաջարկում ես A5 ծրագրի բացում, բայց A5 ծրագրի բացումը նախատեսել ենք ընտրություններից մի քիչ առաջ։ Առաջարկում սկսենք 2026 թվականի քարոզարշավը։ Լավ, ուրեմն Արամ Սարգսյանին պետք է համոզենք ամեսյոր։ Շատ լավ, շնորհակալ ենք մեզ այսքան երկար հանդուրժելու համար։ Գրեք ինչ թեմաներից կուզեք խոսեք։ Նաև ուզում եմ մի գաղտնիք էլ բացեմ, մեր այն հետևորդները, ովքեր շատ ակտիվ կլինեն, մեզ հետաքրքիր թեմաներ կառաջարկեն, նաև գուցե իրենց հետ մենք այս տաղավարում էլ հանդիպենք մեր հետևորդների հետ, այնպես որ դեռ անակնկալներ կան, մենք 2026 թվականի քարոզարշավը սիրելի հետևորդներ սկսելու ենք ձեր հետ։ Խնդրում եմ մեր կողմնակիցներին ակտիվ լինել, որովհետև մենք այդ մեդիա ռեսուրսի դեմ պայքարելու միակ միջոցը դուք եք, որ մեր գաղափարները պետք է տարածեք։ Շատ շնորհակալ ենք, զանգակը սեղմում ենք, լայքը դնում ենք, կոմենտները գրում ենք։ Շնորհակալություն։